էլ մարդ չունեն համոզելու, այն ովքեր որ համոզմունքը հակառակն է, ուրեմն դա նրանց ապրելակերպն է, նրանց մտածողությունն է։ Ես իմ արմատին հավատում եմ, ես իմ առանցքին հավատում եմ։ Այմա որ Արցախը չկար, ձեզ համար նորմալ է, Արցախը այն ժամանակ կանգուն մնաց, որտեղ Հայաստանը կողքն է։ Պարոն Սահակյան, վերջին տարիներին մեր կյանքում անհամեմատ շատ բան է փոխվել։ Ամեն ինչ է փոխվել։ Ես նույնիսկ կներեք այս նոտայով եմ սկսում, այն ընկերները, հարազատները, որ գնացին, հեռացան այս կյանքից։ Ես ինձ մխիթարում եմ, որ գոնես այս ամենը չտեսան, այս խայտառակությունը։ Մխիթարում եք։ Մխիթարում եմ ինձ դրանով, որ իրանք փառք Աստծո դրանում չապրեցին, այ հիմա չապրեցին։ Որտեղ հիմա ես բոլորովին ոչ մի բան նախատեսել չի լինում, որտեղ ամեն ինչ հակառակ, գիտեք, այն կարևոր սկզբունքների է տեղի ունենում, հակառակ խղճի, հակառակ պատվի, հակառակ արժանապատվության, ամեն ինչ ոնց որ հակառակ արվի ու հաստատվում է հակառակը, այդ ամեն ինչի հակառակն է հաստատվում։ Բա չենք կարողանում հակազդել այդ ամենին։ Հակազդում ենք նրանով, որ անվանում ենք դա իր անունով եւ ասում ենք, որ դա պատժելի է եւ խոսալը վաղուց է սուտ։ Ամեն ինչ հասկանալի է։ Խոսակցությունը վաղուց ինձ համար իմաստը կորցրել է։ Ես էլ մարդ չունեմ համոզելու, այն ովքեր որ համոզմունքը հակառակն է, ուրեմն դա նրանց ապրելակերպն է, նրանց մտածողությունն է։ Էլ համոզելու բան չկա։ Ամեն դեպքում մի հնարքով վերջը եղել է միշտ բարի։ Միշտ բարին է, վերջում հաղթում է, այսպես է կարգն աշխարհի, դա Թումանյանի տողերն են, ինձ համար ոնց որ թե ծրագիր լինի դա։ Չգիտեմ, հակառակվելով չարին, հակառակվելով չընդունելով չարը, հակառակվելով երբ որ պետք է անցնելով բուրըն եւ տրամաբանական գործողությունների։ Դուք միշտ ասում եք, որ արվեստը պետք է խոսի միայն գեղեցիկի մասին։ Խոսքը նորմալ հասարակության մասին է, երբ որ չկա այս տիպի մանիպուլյացիաներ։ Այո, պիտի խոսի գեղեցիկի մասին, եթե դա արվեստ է։ Բայց երբեմն ցույց տալով տգեղը վաննում ես դա մարդու մեջից եւ հաստատում ես գեղեցիկը։ Ժխտելով կյանքը բեմի վրա, ենթադրենք, գործը այդպեսին է։ Դու հաստատում ես կյանքը, այդ ժխտումովդ ստիպվում ես, մենք ունենք ներկայացում Սամուել Բեկետ Գոդոյին սպասելիս։ Սպասում է, անիմաստ սպասում է։ Սպասում են ինչ-որ Գոդոյի, որ պիտի գա ու իրանց կյանքը պիտի փոխվի, ու չի փոխվում։ Ու նրանք այտենց ամեն օր գալով այդ վայրը, սպասելով բանանալու Գոդոյին երբեք չի գալու։ Բայց դահլիճում բողոք է առաջանում։ Չէ, տենց չի, ես սպասում եմ ու կգա։ Այ հասկանում եք, էդ էլ ունի արվեստը։ Ես տեսաբան չեմ արվեստի, ինձ հետաքրքիր է գեղեցիկը, տգեղը, տհասը, անդաստերակը, դրանք ինձ հետաքրքիր չեն։ Ինձ հետաքրքիր է հանուն ինչ-որ մի բան է ապրել։ Եվ ես պիտի գտնեմ այդ հանունը։ Եվ ես պիտի գտնեմ այն, ինչ բեմից կարելի է քարոզել։ Այո, ներկայացումը։ Չէ, ինչի չեն գտնում։ Մենք դուք նկատի ունեք այս վերջի շրջանը։ Այո։ Մեկը ինձ ասեց, կարող է մենք արժանի էինք սրա եւ կարող է այս փորձությունը մեզ հարկավոր էր, որ մենք արժևորեինք ինչ ունեինք եւ ինչ կարող է լինել այդ ունեցածը բան չանելու, չարժևորելու դեպքում։ Բայց նաեւ ասում ենք, որ այս ամենից նույնիսկ մենք դասեր չխաղացինք։ Հիմա տեսեք, մի հատ ներկայացում արեցինք վերջերս, որ կոչվում է Կուսակալը, Սամվել Մհերյանի պատմական դրաման է։ Խոսքը 285 թվականի մասին է, երբ որ հայքը բաժանված է երկու մասի։ Մի Պարսկաստանի տիրապետության տակ է եւ պարսկական Կուսակալն է անում։ Բայց ամբողջ բանը ներկայացման իմաստը նրանն է, որ Տրթատը զոր քաղաքած այն կողմից Գրիգոր Լուսավորիչն էլ իր մոտ որպես դպիր
արշավով գալիս է Հայաստան եւ վերահաստատում է հայքը 287 թվականին։ Խոսքը այն բանի մասին է, որ մենք անընդհատ պետականությունը կորցրել ենք։ Մենք անընդհատ գտնվել ենք սրա կամ նրա բանի, ինչ որ այդպես կղզիակներով երևի թե ամենամեծը դրանցից Կիլիկիո արքայությունն էր, որ 300 տարի դիմացավ, բայց հետո էլի կորցրեցինք, դա էլ կորցրեցինք, բայց հետո վերականգնվել է ինչ որ բան։ Մեծ հայքը չի վերականգնվել, բայց հայքից հետո էլի հայք վերականգնվել է։ Այն խոսքը դրա մասին է, որ անպայման գտնվելու է ու գալու է Տրթաթը կամ Նժդեհը, որը որ այդուհանդերձ այն անհրաժեշտ Աստծո կողմից ուղարկված է, որը որ նորից հաստատելու է ճշմարտությունը։ Այս աշխարհը, այսօրվա մարդու տեղ բերած աշխարհը Աստվածա ստեղծ աշխարհը եւ հարաբերությունները չեն։ Քրիստոսը բերեց մեզ աղոթք 32 թվին, հայ ընդհանրենք 30, որտեղ տերունական աղոթքի մեջ եկեսցե արքայություն քո։ Այսինքն չկա այդ արքայությունը։ Ես խնդրում եմ, որ թող գա քո արքայությունը։ 32 թվական մեր թվարկության Քրիստոսի բերած հոր տաճարը սարքել էին առևտրատունը, հոր տունը եւ այլն, այսինքն դա այն ժամանակվանից այդ խնդրեմը գալի։ Եվ այս աշխարհի շարժիչը այսօր հակադիր ուժն է։ Հիմա այսօրվա իրադարձությունները մենք մեզ համար ողբերգական է, որովհետեւ մենք մեջն ենք։ Բայց մի հատ որ պատմությունը նայեք, իհարկե ես պատմությանը վերաբերում եմ շատ հարաբերական, որովհետեւ գիտեմ, որ պատվերով գրած բան է։ Ես չեմ կարծում, որ սա ամենածանրն է։ Ուղղակի մեզ անընդհատ ինչ որ բան սովորեցվում է, որ չէ, սենց պիտի չլիներ, այս մարդկանց չի կարելի թողնել անգամ յուսիմ հասարակություն, ինչ որ տիպի մարդկանց, որտեղ միշտ գտնվում են մարդիկ, որոնց Աստվածը դա այդ մամոնան է։ Իսկ այս բոլոր իրադարձությունները ինչպիսի ազդեցություն են ունեցել ձեզ վրա, որպես մարդ, որպես ստեղծագործող։ Հիասթափություն, կատաղություն, անճարություն, բայց իհարկե Աստծուց խնդրում ենք հույս հավատացել, այդ հույսը պիտի գտնես քո մեջ եւ ասես չէ, ես քո զինվորն եմ, ես քո կողմից եմ։ Ու զինվորագրված եւ կռվող, եւ անպայման կռվող։ Դրա համար հույսը չի կարելի կորցնել։ Առավել եւս եթե մենք էլ բեմից ինչ որ բան ենք քարոզում, մենք պիտի հույս քարոզենք։ Սա շրջանակ անցնի, իհարկե ցավալի է։ Իմ ամբողջ կյանքը ընդհանրապես սկսած մասնագիտական այդ երիտասարդությունից անցել է այսենց 88 թվին մենք ստեղծեցինք Գոյ թատրոնը, 88 թվին երկրաշարժ, հետո Ղարաբաղյան շարժում, հետո պատերազմ, դուք պատկերացրեք ինչի տակ ենք մենք աշխատել, առանց լույս, առանց վճար։ Մենք աշխատել ենք այդ ամեն ինչը դրա մեջ եւ մենք այդուհանդերձ հանդիսատես ենք հրավիրել բեմ, դահլիճ եւ քարոզել ենք հույս, փորձել ենք քարոզել հույս, անհուսությունը փորձել ենք հանել մարդկանց միջից։ Փախուստ ունեմ իրական կյանքից ձեր խոսքերն են։ Իրոք այդքան դժվար է առերեսվել իրականությանը։ Դե չէ, հաճելի չի։ Հիմա ես որ ներվ ծախսեմ անիմաստ տեղը եւ ենթադրենք սրտի կաթված ստանամ։ Դա պետք է։ Իսկ գուցե ես պետք եմ հետո ավելի այսօրվա լուրերը չլսեմ, մի տարի լուրերը չլսեմ, ուղղակի ես այս քաղաքում եմ, ինձ հասնում է ինչ-որ բաներ, բայց ես չեմ էլ խորանում, ինձ ասում մի պատմեք, ես գիտեմ, որ սենց է լինելու։ Ես վաղուց ասում եմ, որ սենց է։ Լավ, ամեն օր նյարդայինանալով ու վաղը մի օրին գլխից բերելով, իմաստը որն է, եթե ես կարող եմ շատ ավելի կիրառական նշանակություն ունենալ եւ ուրիշին հասցնել։ Մենք մի հատ հաղթանակին նվիրված համերգ ենք արել, այնտեղ բան կար, երթում են ուտում երիտասարդ զինվորները։ Որտեղ, այստեղ թե Արցախ։ Երևանում։ Արցախում արել ենք, ես եղել եմ Եռատոնի, կարծեմ 12 թվականներ ստադիոնում էր, Եռատոնի այդ մեծ համերգ էր, մայիսի 8-ին։ Այդ եմ արել, մեկ էլ արել եմ Արցախի անկախության օրը, այդ թիվը երևի թե 10 թիվ, հավանաբար։ Եվ այդ բանի ժամանակ ասում էր զինվորը, արտիստ էր բեմում էր, ասում էր, երդվում եմ ծառայել հայրենիքիս եւ եթե պետք լինի կյանքս տամ հայրենիքի համար։ Ասում էր,
առաջին մասը դուրս եկավ, գնդապետներ ասում։ Երկրորդ մասը չէ, դու ծառայի հայրենիքիդ, բայց այնց արա որ քո թշնամին իր կյանքը տա քո հայրենիքի համար։ Սա ավելի նախընտրելի բան է, հասկանում եք, եւ դրա համար այնպես պետք է որ մեր թշնամիները իրենց կյանքը տան հանուն մեր հայրենիքի, այո ինչպես փչացնում են մեր կյանքը, փորձում են փչացնել։ Պարոն Սահակյան, բայց 90-ականներին էլ եք ասել նույն այդ խոսքերը։ Այդ տարիներին ինչից էիք փախչում։ Իրականությունից։ Ես տենց բան չէ, հենց օրինակ է համարում ասում։ Եթե տենց սոված ես։ Ամեն րոպե մտածելով նրա մասին, որ սոված ես, դու չես կշտանա։ Ուրեմն պիտի մի բան գտնես, որ մոռանաս, որ սոված ես։ Եվ տեսեք, ինչ եղավ, այդ մեծ հավատը չէ, ու այդտենց դավաճանություն, այն տարիներին, առաջի մեծ դավաճանությունը, որ հիմնականն է միջև այսօր, և քեզ ինչ են փորձում անեն, ես իմ արմատին հավատում եմ, ես իմ առանցքին հավատում եմ, Աստծուն հավատում եմ, այդ հավատս ես չեմ թույլ տա, որ սասանեն, ես հավատում եմ։ Ես իմ երեխեքին հիմա ասում եմ, որ կներեք, մենք կարծում ենք, որ այդ պատերազմին դիմանալով, այդ ցուրտումութին դիմանալով, գոնե դուք չեք տեսնի սա։ Չստացվեց, հաստորեն չստացվեց, բայց գիտեք ոնց է, աշխարհը աշխատում դրա դեմ, մի ամբողջ գլոբալիզմը աշխատում դրա դեմ։ Մենք առաջինը չենք, մեզից առաջ քանի եղավ, մենք ուղղակի հիմարությունը մեր այն էր, որ մենք չէինք պրոյեկցում այդ ամեն ինչը մեզ հետ, չէինք զուգակցում, մեր մոտ չի կարող տենց բան լինել։ Տեսակ ոնց եղավ։ Գլոբալիզմը եկավ մտավ ստեղ, ու ասում է սերերը 82 հատն են, էլեմենտար բան եմ ասում, ավել բան չեմ ասում, եւ փորձելու է դա կիրառի։ Քո եկեղեցին լավը չի, քո հավատը սխալ է։ Այն ամենաառանցքային բանը հայոց պատմությունը որն է, Հայաստանի պատմություն։ Սկզբում աշխատում են հավատիդ վրա, փորձում են դարձնել քեզ ցանկացած աղանդ ինքը հենց սատանիզմի տարր է, որովհետև ինքը աղավաղում է այն, ինչ որ հանդիսանում է ճշմարտություն։ Եվ փորձում են քեզ տանել դեպի դա։ Իսկ ես շփվել եմ դրանց հետ հետագայում իրանց մայրաքաղաքում։ Ու այն անճարությունը, որ իրանք էին մեզ պատմում, իրենք կարծես թե բարեկեցիկ երկրում էին, որտեղ խանութում ամեն ինչ կար, բայց այն մխկտոցը, որ իրանք ոնց որ իրանք էին խոսում, այ դա շատ բան է։ Հիմա ես անցնելով կողքերից ասում եմ դուք տեղյակ եք ձեզ ինչ են սարքելու, դուք ինչ եք դառնալու ի վերջո։ Հիմա դուք հրահանգները կատարում եք ձեր առաջնորդի, բայց տեղյակ եք նպատակը, դուք ինչ եք դառնալու։ Պարոն Սահակյան, դուք երբեք չեք լռում տեսնելով խնդիրները, խոսում եք ամեն ցավի մասին։ Դա բնավորություն է, թե համոզմունք, որ չի կարելի լռել։ Ես չեմ կարող ընդունել անպատվությունը պատվի փոխարեն, ես չեմ կարող ընդունել անարժանությունը արժանավորության փոխարեն, սուտը ճշտի փոխարեն, չեմ կարող դրանք փոխարինել։ Ես չի որ երազում եմ էֆիրում երևալ քաղաքական ինչ-որ բաներով։ Ուղղակի իրականությունը վերում անտեղ, որ դու տարիք տելենա, որ արդեն ուրիշ ձյաձաների վրա հույս դնել չկա, արդեն ձյաձան դու ես։ Ես չեմ հասկանում նրան, որ չի խոսում սրա մասին։ Այ որ Արցախը չկար, ձեզ համար նորմալ է։ Այ ով չեք խոսում, որ Արցախը այսօր չկա, ու տվեցին Արցախը, ու վաճառեցին Արցախը։ Դա նորմալ է, ինչի չեք խոսում։ Ինչն է ձեզ բանանում այդ 120,000 դրամը, դա է վախեցնում ձեզ։ Ես օրինակ չեմ ստանում այդ 120,000 դրամը։ Խոսալու հենց պատճառով, բայց այդ ինձ պիտի լռեցներ։ Հիմա ես այդ տրամաբանություն չեմ ասում, նորմալ է ամեն ժողովուրդ։ Բան չի եղել, բայց այն հանեք, ձեն չեք ուզում հանեք, վախենում եք, ուրեմն ձեզ հասնում այն ինչ որ ձեր գլխին լինում է եւ լինելու է։ Իսկ ինչու միայն արցախցիներին են մեղադրում Արցախի կորուստի համար, չէ՞ որ հաղթանակը հայ ժողովրդին է։ Մանիպուլյացիա, իրանք այլանելուց պատասխանները գիտեն այն հանրամատչելի պատասխանները, որ պիտի տան ու բոլորին պիտի թվա, որ դա տրամաբանական է։ Բայց եթե մարդ 6 ամիս ավել, չէ՞, 6 ամսից ավել բլոկադայի մեջ է, դե տղա ես գնա դիմացի։ Տղա ես գնա դիմացի այդ պայմաններին, որ ոչ մի հույս չունես։ Արցախը այն ժամանակ կանգուն մնաց, որտեղ Հայաստանը կողքն էր։ Իսկ երբ որ քո այդ բանը մայր հայրենիքը հենց այնպես հանգարտ քեզ դավաճանում է, նույն իդեմս պետության բնականաբար։ Այդ խոսալը շատ հեշտ է։
Միշտ խոսալը շատ հեշտ է, եթե դուք ուշադրություն դարձնեք պոպուլիստները, միշտ նրանք են շահում, որովհետև նրանք ինչ-որ բաներ են խոսում, որ հա, շատ հայտնի ձեզ արարածների մասին, որ թվում է թե ճշմարտություն է, նրանք տենց են, թվում է թե ճշմարտություն է, թվում է թե արդար է, թվում է թե, բայց տակը խոսքերի ինչ է, այս է տակը խոսքերի, այդ թվացյալ արդարության ճառերի տակ, այս է, այնա որ այսօր Արցախ չկա, այնա որ այսօր Արցախի համար պատերազմ գնաց, այդքան մարդ զոհվեց, հետո Արցախը տրվեց, եւ այլն, այսօրվա վիճակը, այնա որ Հայաստանն է տրվում, շատ ձյուրահավատ ենք, մենք պրակտիկ չենք, ես չգիտեմ, որ ժողովուրդն է պրակտիկ, բայց մենք հատկապես միամիտ ենք, ձյուրահավատ ենք եւ գիտեք ոնց է, մենք անդադ ուզում ենք սիրենք մեր թագավորին, թագավորին չեն սիրում, թագավորը սիրելու բան չի, նրանց պետք է վախենալ կամ հարգել, նա սիրելու բան չի։ Եվ երբեք այդ սերը փոխադարձ չի եղել մինչև այսօր։ Ես չգիտեմ այդ սեն, չգիտեմ էլի։ Իմ ապրած ժամկետում ես տեսել եմ, որ դա փոխադարձ չի, որովհետև ինքը արդեն դառնում է վիշապ։ Ինքը ոսկե սենյակով անցնում է եւ դառնում է վիշապ, որը իմ թշնամին է։ Երբեմն թշնամի, երբեմն ուղղակի անտեսող։ Ավանդապատումները, հեքիաթները, իրանք հիմնական ռեալ հիմքեր ունեն, իրանք իմաստություններ են այդ կերպ փոխանցված, Քրիստոսն էլ էր առակներով խոսում, նա էլ էր առակներով խոսում, որպեսզի այն, որ ուղեղը շատ ծավալուն չի, ինքը կարողանա հասկանա, ինքը նրա համար է խոսում, ասում է, սա սենց, այնու ինքը ժամանակ հասկանում, դրա համար էլ այդ հեքիաթի ֆորման ճշմարտություն բերելու համար է, այդ վիշապը ռեալ հիմքեր ունի, հեքիաթային բոլոր բաները ռեալ հիմքեր ունի։ Ու դա մեզ կոդերով բերվում է, հասցվում է, բայց մենք Աստվածաշնչին նայում ենք որպես հեքիաթի, էլի հեքիաթ, եւ հեքիաթը հասկանում եք, իրականությունն է դա, կանխատեսումն է դա մարդկային ճանապարհի։ Պարոն Սահակյան, ձեր որդին Արցախում է ժամկետային ծառայությունն անցել։ Բնական է, պիտի ծառայությունն էլ այն բանն է, որտեղ ուղարկեցին, այնտեղ էլ պիտի ծառայես։ Նենց որ չէ, անհետեցությունն այնքան է խոսվում։ Մի եթե ամեն ինչի ուշադրություն դարձնեք, դուք պիտի ունենաք ձեր ճշմարտությունը։ Մարդկանց գիտակցության մեջ մտցրեցին, որ Արցախը բեռ է, որ արցախցին մի բաժակ ջուր չի տվել զինվորին։ Սա ում էր ձեռնտու այս ամենը։ Որ մտքին դրել էր, որ այսպես լինի։ Բայց էլ եմ ասում, ղեկավարությանը, սրանց տրվում է $115 փող, ու ասում են, այս բանը կանեք։ Իրանք այդ $115 ստացել են տասնյակ տարիներ, ու իրանք հիմա պիտի վճարեն իրանց վճարվածի, աշխատեն իրանց վճարվածի դիմաց։ Ուղղակի ընտրել են ծայր աստիճան անսկզբունքությունը, որպեսզի այդ ամեն ինչը հենք չունենա, ինչ ասեն, այն էլ անեն։ Եվ գիտեք ոնց են աշխատում։ Բանով, կամպրամատով, այդ սիստեման առասարակ աշխատում, բոլոր սիստեմաները աշխատում կամպրամատով, հավաքում են մի քանի նյութ, ասում են այս քո մահապատիժը։ Դե ուրեմն արա սենց, ու հետո արա սենց, հետո արա սենց, ու անընդհատ է տենց աշխատում, դա շատ պրիմիտիվ բան է, բայց դա շատ աշխատող է։ Այս քո մահապատիժը, այս նյութը, այս ուզում ես վաղը հայտնվի, հանկարծ ինչ-որ մեկը բաց թողնի այդ նյութը, ինքը հայտնվի միտեղ, հետո հանենք, բայց մինչև այդ արդեն 1000 հոգի այդ քաշած կլինեն եւ կօգտագործեն։ Վերջ, աշխատվում է տենց, ու այլ կերպ դա չունի էլ, եթե ուզում ես մարդուն ռիթմեջ պահես, տենց պիտի աշխատես։ Դուք միշտ հազանգում էիք պատերազմի սպասվող վտանգի մասին, դա լավ էիք թշնամուն ճանաչում, թե իշխանության քաղաքական ու գնահատական։ Բան արեցին, շքերթով ավարտեցին իրենց զորավարժությունները։ Թուրքիան եւ Ադրբեջանը դրոշներ հանձնեցին, Արցախի դրոշը, Հայաստանի դրոշը, նստի Արցախին էլ է։ Իսկ այդ ժամանակ չոփ-չոփ էին անում, ծովափներում, սևաններում, ինչ որ ես չանվանեմ, այ հիմա պաուզա տամ, թող ամեն մեկը իր ֆանտազիայի գորա իրանց ասի, այդ ովքեր են։
Իսկ առիթներ ունենում եք արցախցիների հետ շփվելու, համագործակցելու։ Սիրով միշտ շփվում եմ, հա, դերասաններ հետ եմ ծանոթացել այնտեղից եկած։ Հայ են, ինձ համար հայ են, արցախցին այդ տեղաբնակության անունը բնականաբար բնավորություն է, բայց հայեր են, իսկ հայը իմ ազգակիցն է եւ իմ հարազատը չի, բայց հարազատից հետո ազգակիցն է երևի թե էլի։ Ընկեր, հարազատ, ընկեր, ազգակից։ Դա իհարկե մեծ հաճույքով բանա շատ չեն առիթները, բայց ես իմ համար տարբերություն չկա։ Ինձ համար կարևոր է որ ինքը առանցքով լինի հայ, ոչ թե ճիճու լինի առանցքով, այն տարերոլի ճուճուներից։ Մնացած է, կլինի դա գյումրեցի, կլինի դա մեկը ինքը շիտակ մարդ լինի, անշիտակ ամենտեղ կա, ականքը ամենտեղ կա, ամենտեղ։ Հենց որ դա ոչ մի կապ չունի, նրա տեղաբնակությունը, էլի, ինձ համար։ Եվ արցախցին այսօր ապրում է վերադարձի հույսի ակնկալիքով։ Ես էլ եմ ապրում նրա վերադարձի հույսի ակնկալիքով։ Անպայման լինելու է ժամկետ չեմ կարող ասել, ոնց կստացվի, մենք աշխարհի մի ուժուրիկ մաս ենք։ Հիմա ինչ-որ մարդկանց ձեռնտու լինի, որ նրանք վերադառնան, որ դուք վերադառնաք, եւ տենց էլ կստացվի, որ ինչ-որ մեկին ձեռնտու է, ու տենց էլ կլինի։ Իսկ բանը քոնը պիտի հանգիստ բայելես։ Ես հիմա Հայաստանում գնում եմ լիքը չոլա, որոնք կարող են բնակելի դառնալ։ Ոնց որ դառավ ընտանիք Վահագնի թաղամաս, ոնց որ դառնում է հիմա այդ մի հատ թաղամաս է Շահումյանի գերեզմանի կողքზე։ Եթե ներդրում լինի կդա ու հաստատ Ադրբեջանում լիքը տես տարածք կա։ Այնտեղ ուրիշ խնդիրը սա արդեն երկար խոսակցություն է ինձ թվում, էլի, բայց դա իրանցը չի, հարամ է։ Իրենք այդ բառը լավ են հասկանում, հարամ է, հալալ չի։ Այդ հարամը միշտ մնալու է կոկորդի։